Անվտանգ պետություն կերտելու ճանապարհին ամենաարժեքավոր ու երկարաժամկետ ներդրումը սերունդների կրթության ապահովումն է։ Իրավագիտակից սերունդ իրազեկ քաղաքացի կայացած պետություն։ Սա այն առանցքային բանաձևն է, որով առաջնորդվում է ներքին գործերի նախարարությունը հանրային անվտանգության ապահովման, օրինահարկ վարքագծի արմատավորման եւ իրավական պաշտպանվածության որակապես նոր մակարդակ ձևավորելու գործում։ Այս տեսլականի իրագործման նպատակով նախարարությունը պարբերաբար իրականացնում է իրազեկման արշավներ միտված հասարակության տարբեր շերտերի հետ կառուցողական երկխոսության ապահովմանն ու քաղաքացի իրավապահ կառույց փոխվստահության ամրապնդմանը։ Արարատի մարզի ավագ դպրոցների աշակերտներին եւ քոլեջների ուսանողներին փետրվարի 11-ին մեկտեղել էր անվտանգային մշակույթի ձևավորման գաղափարը։ Բարեկային ծառայության եւ համայնքային ու քրեական ոստիկանությունների ծառայողները Արտաշատ քաղաքի մշակույթի տանը մարզի երիտասարդների հետ քննարկել են արդի անվտանգային մարտահրավերներն ու դրանց դիմակայելու մեխանիզմները։ Նման հանդիպումները շատ կարևոր են, հատկապես անչափահասների հանցավորության կանխարգելման, ինչպես նաև վնասակար երևույթներից վերջիններիս հետ պահելու գործընթացում եւ մենք որդեգրել ենք այդ քաղաքականությունը պարբերաբար այսպես տարբեր ծառայությունների ներկայացվածությամբ անչափահասների հետ իրականացնելու զրույցներ, քննարկումներ, հատկապես արդի թեմաների շուրջ։ Հանդիպման առանցքում կրթական միջավայրում հոգեբանական ու ֆիզիկական ճնշումների, բուլինգի դրսևորման բացառումն ու հասակակիցների միջև առողջ փոխհարաբերությունների հաստատումներ։ Քննարկվել են նաև թվային տիրույթում հնարավոր հանցագործություններից խուսափելու, անձնական տվյալների պաշտպանության մեխանիզմների ու ճանապարհային երթևեկության իրավական կարգավորումների վերաբերյալ հարցեր։ Ծավալվել է ակտիվ երկխոսություն։ Երիտասարդներն ու իրավապահները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու խնդրահարույց իրավիճակների լուծման տարբերակները, փաստելով, որ անվտանգ միջավայրի ձևավորումը սկսվում է փոխադարձ վստահությունից։ Դպրոցը այսօր ձեռք է բերել շատ մեծ աջակից, որը ներքին գործերի նախարարությունը, իդեմս ոստիկանության եւ մեր ամենօրյա աշխատանքում մենք զգում ենք այդ օժանդակությունը եւ աջակցությունը։ Մասնակիցները վստահեցնում են, որ հանդիպումը նպաստել է իրավական գիտելիքների զարգացմանը, հստակեցնելով այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է հնարավոր ռիսկերը ճանաչելու եւ դրանց դիմակայելու համար։ Բավականին ինֆորմատիվ էր այսօրվա մեր հանդիպումը, քանի որ իմացա ավելի խորացված նոր ինֆորմացիա բուլինգի մասին, նրա դրսևորումների եւ կանխման մասին։ Մենք այս հանդիպման ընթացքում նաեւ ունեցանք շատ հաճելի հարց եւ պատասխան, ինչպես նաեւ շատ երեխաներ կարողացան հասկանալ իրենց սեփական իրավունքները։ Ինձ առավել տպավորեց ճանապարհային երթևեկության կանոնների մասին ինֆորմացիան, որում նշվում էր, որ անչափահասները չպետք է վարել մեքենա, եթե չունեն վարորդական իրավունք։ Բարձրացրեց այնպիսի թեմաներ, որ 21-րդ դարում հիմա դեռահասները շատ են այդ խնդիրներին բախվում։ Կիբեր հանցագործություններից պաշտպանվել սովորեցի, որ պետք չէ ամեն հեռախոսազանգի պատասխանել, պետք չէ անհայտ լինկեր բացել։ Իրավագիտակից ու մեդիագրագետ սերունդ ձևավորելուն միտված ներքին գործերի նախարարության նախաձեռնությունները շարունակական են։